Աբուշի մեկը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, Փարի Լուիս։ Փարի Լուիս, սեներ, ինչպես կտեսնեք, այսօր հեռախոս չի գա այստեղ, այսինքն դուք չեք զանգահարել։ Այսօր հյուր ունեմ եւ հյուրիս հետ շատ հետաքրական նյութի մասին խոսենք, որ մեր հայկական մշակույթի կարևոր հատվածները մեջն է, քանի որ Եգրաքունթի 21-րդ դարը դեսալոսողական մշակույթն է, որ առաջ կդանի եւ այդ ասկը, որ մշակույթը չի գնա զարգացնել, չի գնա քոյադեվել, որ մեր անցյալը բայցար եւ լավ եւ մենք որ ունեինք ուրիշները չունեն հասկացողությունը, այսօր որ մենք չունենք, ուրիշները ունին։ Իմ հյուրս է Գարեն Ղազարյանը, Հայաստանի ժամանած, Փարի եկած Գարեն։ Բարև ձեզ։ Ես գարջ ցեվոբիտ հարցնեմ, արմատներ վավերագրական եւ վավերագրական շարժաբատկերս եմ կամ դարօրինակ է, հadouk անումը չես կննադալ իրեն, քանի որ միաժամանակ թե բացմություն ունի մեջը որ սիրո մասին եւ բացմություն ունի ցեղասպանության մասին։ Խնդրեմ, ավելի լայն գնաս բացատրել մեզի ինչը։ Բարև ձեզ։ Բարի լույս սիրելի ժողովուրդ։ Ես առաջերտին կուզենայի ասել, որ ֆիլմը բացառապես վավերագրական չէ, ավելի շատ գեղարվեստական ֆիլմ է։ Պարզապես ֆիլմի մեջ շատ է ինտեգրված վավերագրական նյութեր։ Երբ մենք պատրաստվում էինք 100-ամյա տարելիցին ցեղասպանության, ես ինքս Շարմ ընկերության հետ միասին, որը ներկայացնում եմ, անմիջական կապ ունեինք այդ կազմակերպչական աշխատանքներին, սկսած այդ անմոռուկից, որը հանդիսացավ որպես լոգոտիպ ամբողջ միջոցառումների, ստեղծվել է Շարմ ընկերությունում մեր մոտ։ Ուրեմն քեզի պետք է քննադիմ, քանի ես չի սիրեցի այդ մեկը, բայց դա ուրիշ նյութն է, ուրիշ օր մենք խոսենք ադա։ Կարող եք չսիրել, բայց ընդունվել է եւ բոլորը կրում են եւ ամեն դեպքում ինքը մի սիմվոլ դառավ, որը հիշողության հետ է կապված։ Այո, ամեն մարդ օգտագործում է այսօր եւ գարձեք նույնիսկ 100-ամյակեն հետո թեկուզ մինչեւ 150-ամյակը վիդեո օգտագործեն նույն այդ։ Իհարկե կարող է մի քիչ բարձր հնչի, բայց Փարիզում Էյֆելյան աշտարակն էլ չէին սիրում, երբ որ նոր կանգնացրեցին, բայց արի ուտես, որ այսօր Փարիզի սիմվոլն է։ Այո, քանի որ գտնությունը միշտ մարդուն բարդացում է, որ սիրեմ մի։ Այո։ Խնդրեմ։ Եվ երբ մենք պատրաստում էինք այդ միջոցառումներին, շատ հետաքրքիր մթնոլորտ էր տիրում Հայաստանում, ջերմ, տաք, մարդիկ շատ իրար նկատմամբ զգույշ եւ համերաշխ էին եւ ամբողջ աշխարհից հայություն էր հավաքվել Հայաստանում եւ այդ միասնության էներգիան, որը ստեղծվել էր այդ մթնոլորտը մեզ պարտադրեց, որ մենք փորձենք չկորցնել այդ մթնոլորտը, փորձենք իրեն ավելի երկար ժամանակի մեջ վայելել եւ փորձել եկող սերունդներին փոխանցել այն ինչ որ կատարվում էր այդ օրերին։ Տեղից ծագեց միտքը ստեղծել այդ ֆիլմը եւ մտածինք, որ վավերագրական պարզապես ֆիլմ անես, այդքան հետաքրքիր չի լինի վաղը մեր երեխաներին, որոնք արդեն մեծ հասակում կնային, եւ դրա համար հորինեցինք մի պատմություն, տղա աղջկա սիրո պատմություն, ընդ որում տղա աղջիկ, որոնք Հայաստանում չեն մեծացել, այդ տարբեր երկրներում, կոնկրետ Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում, եւ իրենց երկուսով գալիս են Հայաստան, այդ օրերին եւ իրենց մեջ սիրո պատմություն է ստեղծվում։ Ստեղծվում է Հայաստանի մեջ։ Հայաստանի մեջ իրենք իրար նկատմամբ զգացմունքներ են սկսում ունենալ։ Ընդհանրապես ես իմ հանդիսարարին ասում եմ սեր քոյություն չունի աշխարհի վրա։ Այդ մարդուն ասենք դեսակ մեզ զգացումը գունա, բայց սեր չէ։ Ուրեմն եւ որ Հայաստան հասան Եվրոպային եւ Ամերիկային, այդտեղ ունեցան են ինչ որ դուք կարծում եք որ չունեն։ Այո, բայց հավասիկ։
Դերևս ես պետք է Հայաստանքան որ անդրադառնամ որ սերկոյություն։ Կարծում եմ Հայաստանում ասերը բաժանվում, եկեք այնտեղ հաստատ 10 անգամ եղած եմ թեր չեմ սիրահարված։ Խնդրեմ, շարունակենք։ Եվ իրենց այդ սիրո պատմության միջոցով մենք փորձել ենք տալ այն դեպքերը, ինչ որ կատարվում էր այդ օրերին։ Ընդ որում ֆիլմը երբ որ որոշեցինք անել, մնացել էր ընդամենը 10-15 օր արդեն, որ պետքա միջոցառումները սկսեին։ Աչափ մոդիկ։ Այո, եւ շատ արագ հասցրեցինք հասկանալ ինչ ենք ուզում, ընտրեցինք դերասաններ եւ իրական դեպքերի մեջ սկսած Էջմիածնի սրբադասման արարողությունից, Քայլարշավից, վերջացրա System of Down-ի համերգով ամեն տեղ իրական դեպքերի մեջ նկարեցինք այն ինչ որ կատարվում է։ Երբ դա ավարտվեց, նոր հասկացանք սցենարը վերջնականի ինչ պետքա լինի եւ հետագայում արդեն նկարեցինք մնացած մասերը եւ մոնտաժ արեցինք ֆիլմը։ Ապրիլի 21-ին ֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայաստանում, շատ լավ ընդունվեց, հետո ֆիլմը ցուցադրվել է Ռուսաստանում, Ռուսաստանի Մոսկվա քաղաքի մեր հայկական եկեղեցու սրահում, Սրբազան եզրասի օգնությամբ տեղի ունեցավ դա եւ բազմաթիվ հայեր էին եկել Մոսկվայում, շատ դրական կարծիքներ հայտնեցին ֆիլմի մասին, այո։ Հասած է Լոս Անջելես։ Եվ այժմ հասած է Լոս Անջելես, իդեպ ասեմ, որ ֆիլմի ստեղծմանը շատ մեծ աջակցություն է ունեցել եւ մշակույթի նախարարությունը եւ ցուցադրություններին Մոսկվայի Սփյուռքի նախարարությունն է եղել, այսինքն մի ֆիլմ է, որի շուրջ էլի միացել են տարբեր կազմակերպություններ, տարբեր մարդիկ եւ ֆիլմը արմատների մասին է, հայերի մասին է, մեր պատասխանատվության մասին է հայ լինելու հանդեպ եւ այդտեղ ջնջվում են բոլոր սահմանները, պետական գործիչ, բիզնեսմեն, եւ քաղաքականություն չկա, պարզապես վերաբերմունք է քո ազգին, քո անցյալին եւ քո ապագային։ Ինչպես որ մենք միշտ սիրում ենք որ մեր ազգը միշտ համերաշխլա իրարու հետ։ Լոս Անջելեսի մեջ երբ պիտի ցուցադրվի եւ ուր պիտի ցուցադրվի։ Սկսվում են ցուցադրությունները օգոստոսի 26-ից MGM 5 Star Cinema, ես Գլենդելի Մերիլենդի վրա, այո, ամերիկյան ձևով ասեմ, այո, մեր հայկականով կասեին 5 աստղ կինոթատրոնում, այո, 5 Star Cinema MGM, օգոստոսի 26-ից։ Օգոստոսի 26-ից։ Եկեք այժմ այդ քերարվեստական կամ վավերագրական շարժաբատկերի այդ հատվածը թիդենք, որ ժողովուրդը ծանոթանան եւ որ կվերաթարնանք, կսկսենք անդրադառնալ ավելի թերևս ինչպես պատահեց եւ մենք հայերս որ այսօր 21-րդ դարուն շարժաբատկերի հասկացողությունը մեզի համար հերադեսիլի վիբակներու սոփ օպերա որ ասում են հայերենով այդ չափանիշն է, բայց ահավասիկ այստեղ մարդիկ հիմա պիտի տեսնեն եւ իրենք պիտի ընկալեն որ այս մեկը բոլորին դարբեր բան է եւ անդրադառնան գադորում։ Ընդ որում ասեմ ձեզ մինչեւ դիտելը ինքը նոր բան է հայերի համար։ Ինքը այս ֆորմատի ֆիլմեր իհարկե աշխարհում կան, կոչվում է script reality, որտեղ եւ վավերագրականն է եւ գեղարվեստականն է եւ կան ինտերվյուներ, կինոդիտողը կգա կհասկանա ինչ է, շատ հետաքրքիր բան է ստացվել, ոնց որ դիտենք մեր համար անորություն աշխարհում իհարկե դա արդեն կար։ Այո։ Սերներ այժմ դուք պիտի ագանադեսը լակ այդ երկու ռոբեները որ կներկայացնե ընդհանուր բաղմությունը։ Ինչպես որ գիտեք Ամերիկայի մեջ որ 3 ամիս առաջ մի քերարվեստական շարժաբատկեր պիտի ցուցադրեն, նրա նախապատրաստական կորձերով կներկայանան բոլոր հերադեսիների վրա կամ նույնիսկ այդ սրահի մեջ որ պիտի ցուցադրեն, այդ կարճ որ ընդհանուր բաղմությունը գտա։ Գուսամ որ ուշադիր գնստիկ կտիդեք եւ որ տիդեք վարգյամը ոչ թե միայն թե սիրոական ծևով նայեցեք, այլ մտեք մեջը կինոին, տեսեք այդ երկու գերբարներ ունի։ Քանի ես տեսա եւ շատ դուք գիտեք ես ընդհանրապես շատ հյուր չեմ ընկալել, բայց եւ որ այդ երկու ռոբեները որ տիդեցի ես ասեցի անպայման պետք է դուք ատիդեք եւ անպայման այս ամսվա 26-ին յետք եւ տակ MGM 5 Star Maryland-ի որքերի եւ այդտեղ ագանադեսը լակ այդ շարժաբատկերի ցուցադրման։ Իսկ այժմ դիտեցեք այդ հատվածը։ Ես Արամն եմ, Ավետիսյան։ Ինձ համարում եմ Բոստոնում ապրող երևանցի, բլոգեր եմ։
Վերջին կես տարվա ստատուսներս հիմնականում Եղևնի 100-ամյա տարելիցին են նվիրված։ Գրեցին, որ իջավ։ Պատմական այդ օրը պիտի լինեմ Երևանում։ Դրամ ինձ հետ է գալիս։ Վան է։ Իրականում անել։ Ավել սարքել են քիթը։ Լսի, հայա։ Մեղսերից։ Մոլոդեց ախպեր։ Ֆիլմ հիմնված վավերագրական նկարահանումների վրա։ Նշանակություն չունի, թե որտեղ ես ծնվել կամ որտեղ ես ապրում։ Քանի երակներումդ հոսում է հայի արյուն, փնտրելու ես հայրենիքդ։ Չեմ տեսնում, ես եմ։ Տեսա՞ր ինչ լավ է ռոքը, տեսա՞ր։ Գեղարվեստական ֆիլմի նոր ձևաչափ։ Դու հայրենիքը սիրում ես երբից։ Գալիս ես այստեղ որպես տուրիստ։ Դու փորձում ես արդարացնել քո ծնողների այստեղից փախչելը։ Տատ, մերոնք ոնց գնացին։ Ծնողներիդ նկատի ունես։ Մեղադրում ես մեզ։ Փորձում էի ավելի ճիշտ հասկանալ։ Ուր գնամ։ Մեր գյուղից լավ տեղ կա։ Այս ֆիլմը պետք է դիտի յուրաքանչյուր հայ։ Այս կյանքում ոչինչ պատահական չէ։ Պատահական չէր իմ որոշումը գալ Հայաստան։ Պատահական չէին իմ բոլոր հանդիպումները։ Պատահական չէր։ Արմատներ։ Ապրիլի 21-ից մեծ էկրանին։ Բայց դե ամեն հրաժեշտ չէ, որ բաժանում։ Եվ ամեն բաժանում չէ, որ հրաժեշտ է, չէ։ Have you protected him? Have you protected her? Looks safe. Don't leave him hanging. Have you put real thought in his future? Have you protected your kid's future? Let's create a trust. Assign them a guardian to protect his future. Contact Dare Parsegian Law Group. We are here to help. Encino-ում գտնվող Terrace Restaurant and Lounge-ը միջին արևելյան ճաշարանների բազմությունից առանձնանում է լավագույն լիբանանյան խոհանոցով։ Ճաշարանի շքեղ բացօթյա սրահը անկրկնելի է բուրավետ հուկա վայելելու եւ միջին արևելյան ախորժալի խորտիկները ճաշակելու համար։ Ուրբաթ եւ շաբաթ կենթանի նվագախումբը, DJ-ն ու գեղեցկուհի պարուհիները ձեր ժամանցը կհամեմեն միջերկրական կրքոտ ռիթմերով։ Ճաշարանը բաց է շաբաթը 6 օր, ճաշին եւ ընթրիքին։ Անմահական ուտեստներ, անկրկնելի միջավայր։ Terrace Restaurant and Lounge։ Սիրեներ, առաջին հատվածով դուք ականատես եղաք մեր հարցազրույցը եւ շարժաբատկերեն դվյալներ, որում մեջ գսե ապրիլից արդեն մեծ էկրաններում, մաքուր հայերենով էկրան։ Ուրեմն սիրեներ, Հայաստանի մեջ արդեն ցուցադրված է եւ հետո Մոսկվայի մեջ։ Գարեն, հարցում ունիմ քեզի։ Հայաստանի մեջ հանդիսադեսը դարբեր ընկալեց ինչ որ ներկայացվեցավ, քանի որ ինքը իր հողի մեջն է եւ այդ դարաբանքը կամ անհադի փափակը հայրենիքի գաբակցությամբ նույն ծավով չսկար։ Արդյոք Մոսկվայի մեջը որ ցուցադրվեցավ, Մոսկվայի հայերը դարբեր ծավով ընդունեցին այս շարժաբատկերը։ Ես ձեզ ասեմ, ֆիլմը արված է այնպես, որ յուրաքանչյուր մարդու համար կապ չունի նա որտեղ է ապրում, ինքը գտնի իրանը ֆիլմի մեջ։ Հայաստանում ապրող հայերը ֆիլմը նայելուց ուրիշ ձև էին վերագնահատում իրենց հայ լինելը, իրենց պատասխանատվությունը նաև այն մարդկանց առջև, ովքեր Հայաստանից դուրս են ապրում, որովհետև մենք բոլորս իրար նկատմամբ պատասխանատու ենք։ Երբևիցե կա տենց հասկացություն իհարկե հաճախ ասում են, որ Հայաստանում ապրող հայերը ամեն ինչ սպասում են, որ սփյուռքահայությունը պետք է օգնի, հասնի եւ այլն։ Իհարկե կա այդպիսի տրամադրություններ էլ, բայց չէ որ դրա հետ միասին կա եւ երկրորդ պատկերը, երբ որ Սփյուռքում գտնվող հայերը հույսը կապելով կամ իրենց կյանքը կապելով մայր հայրենիքի հետ, Հայաստանի հետ, մեծ հույսեր են կապում այնտեղի ապրողների հետ, որ այնտեղի ապրողները այնքան շիտակ եւ ճիշտ կլինեն իրենց կյանքում, որ այդ մի կտոր հողը, որը վերջնի վերջո բոլորինս է եւ Աստված մի արածցե, եթե ինձ որ մի բան եղավ,
բոլորս այդտեղ ենք հավաքվելու։ Դրա համար մենք էլ մեր պատասխանատվությունը ունենք այնտեղ ցանկացած հայի նկատմամբ, որը գտնվում է Հայաստանից դուրս։ Այնպես որ հայաստանցիների համար այդ վերագնահատելն էր իրավիճակի եւ հասկանալ ինչքան մենք ենք պատասխանատու բոլոր այն մարդկանց համար, ովքեր գտնվում են դուրսը։ Օրինակ Մոսկվայում, երբ որ ֆիլմը նայում էին, ֆիլմի ավարտից հետո, երբ որ ես դուրսը կանգնած էի, շատ-շատերը մոտենում շնորհակալություն էին ասում եւ աչքերը լցված ասում էին վաղ ճամպրունքները հավաքում ենք եւ գանք Երևան, այդ մի ուրիշ զգացմունք էր։ Եղավ դեպք օրինակ, երբ որ իմ մոտիկ ընկերներից մեկը, որը շատ վաղուց բնակվում է Միացյալ Նահանգներում, որի որդիները ծնվել են Միացյալ Նահանգներում, այս ամառ Երևանում էր գտնվում եւ ֆիլմի ցուցադրությունն էր Ոսկե Ծիրան փառատոնի շրջանակներում եւ իրանք հրավիրված էին, եկան ֆիլմը նայելուց հետո մեծ տղան 14 տարեկան է, որը շատ լավ սովորում է այստեղ, բավականին տաղանդավոր երիտասարդ է։ Ֆիլմից հետո նստած էինք դուրսը մի սրճարանում, տղային ասացի, ուր ես գնում հետ Ամերիկա, մնա այստեղ ապրենք, ինչն ա վատ, աչքերը սկսեցին փայլել, հենց ֆիլմից հետո էր, եւ ֆրաց հորը հարցեց, ասաց, իսկ ինչի կարելի է մնամ։ Հայրը ասաց, իհարկե կարելի է, միայն կրթությունդ ստացի այնտեղ, եթե դրանից հետո կուզենաս գնաս Հայաստանում աշխատես, խնդրեմ։ Այնպես որ ցանկացած տեղի հայ յուրաքանչյուրի վրա ազդում է եւ ինքը իր համար գտնում է իրան ֆիլմում։ Ով է թեմատրիչը, ով է հեղինակը այս պատմության։ Ասեմ ձեզ, որ ֆիլմի ռեժիսորը Վահե Յանն է, որը ինքը վավերագրական ֆիլմերի հեղինակ է, շատ բազմաթիվ վավերագրական ֆիլմերի, իրար հետ շատ ենք աշխատել այդ ուղղությամբ, առաջի գեղարվեստական ֆիլմն է, որ արել է, ես պատասխանատվություն վերցրեցի իմ վրա եւ իրեն առաջարկեցի, որ այդ դեբյուտը իրար լինի, քանի որ վավերագրական նյութեր շատ պետք է լիներ ֆիլմի մեջ եւ պետք էր յուրահատուկ մոտեցում ֆիլմին։ Մտածեցի, որ նոր ձևի մոտեցումով մարդ, որը երբևիցե գեղարվեստական ֆիլմ չի նկարել, ավելի լավ կստացվի եւ կարծում եմ ստացվեց։ Այնպես որ ռեժիսորը Վահե Յանն է, իսկ սցենարը գրել է շատ տաղանդավոր հայտնի դրամատուրգ, գրող Կարինե Խոտիկյանը։ Իքական սերի պատկանող անձնավորություն է, հետաքրքրական է, քանի որ մենք հայերս ընդհանրապես միշտ ասենք դղամարդիկներով ենք ամեն ինչ չափանիշ տալիս, բայց հոյակապ շատ հաճախ մենք մեզ խափում ենք, որ մենք տղամարդկանցով ենք ամեն ինչ տալի։ Իրականում կանայք շատ լուրջ դեր են խաղում մեր, որովհետև կյանքում մենք ցանկացած տղամարդ, եթե իհարկե տղամարդ է, կյանքում ամեն ինչ անում է կանանց համար։ Այսօրվա Հայաստանի իրավիճակը շարժաբատկերի արդարության։ Մենք անցյալում սովետական ժամանակները բավականի հանրահայտ միջազգային չափանիշով անվանագոչումներով թեմատրիչներ, շարժաբատկեր պատրաստողներ ունեինք։ Այսօր ընդհանրապես սպիրկի դպավ, կամ իմ դպավորությունս ասեմ, Հայաստանին մի անտեգուկա մեզի այդ հասարակ սերիալները, որ ես իրենց անուն ասեմ եմ գարժ վիբակներ եւ ավասիկ շատ ավելի հետաքրական քերարվեստական ժապավեմ ասեմ։ Ինչ է իրավիճակը Հայաստանի մեջ ֆիլմարվեստի առումով։ Եվ մանավանդ որ Հայաստանի մեջ ֆիլմի ընկերակցությունը կա, ֆիլմի աշխատողներու միությունը կա, բայց ուր են գնում։ Ստեղծում են կամ ոչ։ Գիտեք, դա շատ ցավալի թեմա է ինձ համար ամենայն դեպս, որովհետև ինքս լինելով այդ բնակավարի աշխատող եւ մի մարդ, որը ընդհանրապես սիրում է կինո, ես նայում եմ ամեն ինչ, երբ որ կողքից հարցում են, ասում են, ինչ կինո ես նայում, ասում եմ, ինչ դուրս է գալի, նայում եմ, ասում եմ, ոնց է ժամանակ կորցնում դրա վրա, ասում եմ, չէ՞ որ մինչև չնայես չես կարա կարծիք ստեղծես, եթե կողքից ասում են լավ կինոական վատնա, դու դրանով չես կարա կարծիք ստեղծես, նույն ձևի ոնց որ գիրքը, պետքա կարդաս, որ իմանաս լավ է թե վատ է, քեզ տվեց որևէ բան թե չէ։ Ցավոք սրտի այսօր ֆիլմը արտադրությունը մեր մոտ այդքան զարգացած չի, որովհետև սովետական միության ժամանակ մենք Հայաստանը մեծ երկրի մի մասնիկ էր եւ մեր ֆիլմ արտադրությունը ոչ թե հայկական ֆիլմ արտադրություն էր, այլ սովետական միության ամբողջ մեծ երկրի։ Պարզապես մենք մի փոքր մասն էինք դրա եւ հայկական ֆիլմ էինք անում այդ շրջանակներում։ Այսօր մնալով ինքներս մեզ հետ մենք հասկանում ենք, որ ունենք ընդամենը մի փուճուր երկիր
իր փուճուր գնահողականությամբ եւ դրանից ելնելով հնարավոր չի ստեղծել որտեղ ցանկացած լավ բան ինքը թանկ արժի։ Չես կարա 10 կոպեկով առնես Mercedes մեքենա։ Նույն ձևով չես կարա 10 կոպեկով նկարես լավ կինոֆիլմ։ Դրա համար մեծ փող ծախսել ֆիլմ ստեղծելու վրա որևիցե դեպքում հայկական շուկան հնարավորություն չունի այդ ֆիլմի արժեքը հանելու։ Դրա համար այդ մի խնդրեմ է, որը կանգնած է մեր առջև։ Իհարկե բոլորը կարող են ասել, իսկ ստեղծեք այնպիսի ֆիլմեր, որ ամբողջ աշխարհին հետաքրքրի եւ նայեն, փորձը ցույց է տալի, որ երկրագնդի վրա Միացյալ Նահանգներն են, որ կարողանում են այդպես ֆիլմեր ստեղծել, թելադրել աշխարհին մոդան, մի քիչ Բոլիվուդն է փորձում մոտենալ, բայց նույնիսկ եվրոպական երկրները այդպիսի մեծ այո, չեն կարողանում մրցակցել այդտեղ, ուր մնաց Հայաստանը։ Բայց ամեն դեպքում չի կարելի ձեռները իջացնել եւ ասել ոչ մի բան չի ստացվում եւ չանել։ Մենք փորձում ենք տարբեր տեսակի ֆիլմեր անել, կոմեդիաներ ենք անում, որոնք բավականին լավ ընդունվում են։ Այս շահապեր են եւ հետո ծախսում ենք այդ շահը, ոչ շահապեր այս դրա հետ միասին նաեւ անում ենք տարբեր ֆիլմեր, որոնք որ ժամանակ առ ժամանակ փորձում ենք այդ entertainment-ից կոմեդիայի դուրս գանք այլ բնագավառ եւ փորձենք էտել ստեղծել։ Այդպիսի ֆիլմեր օրինակ արեցինք ոնց որ անավարտ թռիչքներ Երևան-Սոչի ինքնաթիռի մասին, արեցինք Արմատները, որը ամսի 26-ից կգնա կինոթատրոնում այստեղ։ Հիմա երկու ֆիլմ ենք նկարահանում, մեկը կոչվում է Կռիվ եւ կյանք, մյուսը կոչվում է Կռիվ եւ կյանք 25 տարի անց, մեկը մյուսի շարունակությունն է, բայց 25 տարի հետո։ Այո, երկուսն էլ ավարտին ֆիլմեր են, այսինքն առաջի ֆիլմը նայելուց դու լրիվ մի ֆիլմ ես նայում, երկրորդը ինքը առանձին ֆիլմ է։ Առաջի ֆիլմը դա 90-ական թվերն են, Ղարաբաղի պատերազմը, որը ավարտվում է Շուշիի գրավումով, բայց ֆիլմը 4 ընկերների մասին են, ովքեր 20 տարեկանում Երևանում ապրելով ընկնում են մի իրավիճակի մեջ, երբ որ պետք է որոշում կայացնել ուր գնալ։ Ընկերներից մեկը գալիս է Միացյալ Նահանգներ ապրելու, մյուսը գնում է Մոսկվայում ապրում, երկու ընկերները գնում են պատերազմ Ղարաբաղ։ Երկրորդ ֆիլմը 25 տարի անց, չեմ ասի ով ողջ մնացել, ողջ չի մնացել, բայց այդ նույն ընտանիքների շարունակությունն է եւ այդ ֆիլմերի հետաքրքիր բանը այն եղավ, որ ի սկզբանե գաղափարը հետեւյալն էր՝ նկարել ֆիլմ Ղարաբաղի պատերազմի մասին, հետո նկարել ֆիլմ 25 տարի անց եւ փորձել ժողովրդին հասցնել այն միտքը, որ պատերազմը չի ավարտվել, որ մեզ թվում է հաճախ, որ պատերազմը ավարտվել է, բայց ինքը ամեն օր շարունակվում է։ Եվ 25 տարի է շարունակվում։ Այո, 25 տարի է շարունակվում է։ Եվ երբ սկսեցինք ֆիլմը նկարել, ապրիլյան դեպքեր եղան եւ այն ինչ որ մենք ուզում էինք ասեինք, իրականում եղավ, կատարվեց։ Եվ մենք ֆիլմի արտադրությունը կանգնացրեցինք, սցենարը երկրորդ մասի մի քիչ ձևափոխեցինք եւ երկրորդ ֆիլմը նկարեցինք արդեն ապրիլյան պատերազմի ներքո, այսինքն ֆիլմը այդ օրերի մասին է նաեւ։ Այնպես որ հույսով եմ, որ այդ երկու ֆիլմերն էլ կլինեն, իհարկե փորձում ենք, բայց ամեն դեպքում մի բանն է կարևոր, երբ որ մենք փորձում ենք անել ֆիլմ, օրինակ Արմատները, հա, մենք հասկանում ենք, որ դա մի թեմա է, որը լուրջ թեմա է, շատ հաճախ այսօր մարդիկ չեն ուզում շատ լուրջ բաներ նայել, ավելի կոմեդիաներ, թեթև դրա համար մենք ֆիլմերը անում ենք այնպես, որ լուրջ թեմայի մեջ էլ նաև այնպես ենք նկարում, որ ինքը դիտողական լինի, որ մարդիկ հաճույքով նայեն, հաճույք ստանան այդ ֆիլմից եւ դուրս գան։ Բազմաթիվ ռեժիսորներ այսօր կան Հայաստանում, որոնք նկարում են ֆիլմեր, որոնք իրենք կոչում են art-house, ինչքանով է դա art-house չեմ կարող ասել, բայց ֆիլմեր, որոնք ոչ մեկ չի գնում նայելու, շատ քիչ մարդիկ ուղարկում են ինչ-որ չեմ անում, որևիցե փառատոններ տարբեր երկրների չեմ անում նույնիսկ այդ փառատոնների անուն ինչ է եւ ասում են որ արվեստ մարդիկ չեն հասկանում, մենք բարձր արվեստ ենք անում փառատոնում կինոն ցուցադրելու համար։ Ես կարծում եմ որ արվեստը առաջի հերթին պետք է լինի մարդկանց համար։ Եթե մարդը մի բան չի նայում ու չի գնահատում, ցանկացած ժյուրի, որը կգնահատի, այդ արժեք չի տալի ինձ ամենայն դեպս։ Որովհետեւ ես ապրում եմ մարդկանց մեջ, ոչ թե ժյուրիների։ Եվ ժողովուրդն է որ պիտի այդ չափանիշը ստեղծի։ Իհարկե։ Հետաքրքրական է որ նույնիսկ մեր ասացված մենա, չէ, գենցաղը կբարտադրի մշակույթը։ Եւ այսօր Գոմինդաս Վարդապետը շատ հետաքրքրական խոսք ունի։
ժողովուրդն է ստեղծող մշակույթը, կացեք հետևեցեք ժողովրդին։ Ես ասում եմ, եթե Գոմիդաս Վարդապետը այսօր ներկա գտնվեր, գհերքեր այդ խոսքը, բայց ադիգա ուրիշ նիկմն է օրը ադորմասին կանտրատարնա։ Ես ձեզ ասեմ, իդեպ ասեմ, որ ֆիլմը Վարդապետի լռությունը նույնպես մեր կազմակերպությունը կոպրոդյուսեր է եղել Վիգեն Չադրանյանի հետ, որ արտադրել ենք այդ ֆիլմը եւ ասեմ ձեզ, որ ինչ որտեղ համաձայն եմ, որ կենցաղն է պարտադրում մշակույթը, բայց կա մի բան, որ մշակույթը միշտ պետք է մի քայլ առաջ լինի կենցաղից, որպեսզի կենցաղը գնալով բարձրանա դեպի բարձրարվեստ, թե չէ, եթե այդպես լինի, այդպես գնանք, կլասիկ երաժշտությունը, բարձրարվեստը երբևիցե առաջ չգնա եւ կգնանք այդ։ Շատ համաձայն եմ եւ ընդհանրապես մի քանի խնդիր կլան, որ այդ կորձը կգադարեն, առաջին քայլ իրենք կգադարեն։ Շատ շնորհակալություն այս շատ հագիրճ եւ հաջելի հարցազրույցի համար։ CNR ուրեմն ամսուն 26-ին է սկսել Glendale MGN 5 star, որ Մերիլենդի վրա գտնվի այդ լավ բազմաթորները կան, գիտեք, որ երթակ կնստիկ ասանք, ասում են, չէ, չոտկի եւ դոչինի ասանք, հանկիստ կնստեք եւ խմիչքը եւ պոպկորնը եւ գտնակ դիտել այդ վավերագրական շարժաբատկերը կամ քեղարվեստական շարժաբատկերը։ Հետաքրական եւ այդ երկուքի խառնուրդն է։ Ես ցեզինորեն թվականը վայրը ցեզիգի հիշեցնեմ, քաչալերեցեք, քանի վերջո ինչպես որ քիչ առաջ ասեցին, եթե ժողովուրդը չի քաչալերը, մարդիկ բիդարդացրեն այդ գիտեք ցախ կողմ նստողներու ճաշակի բաներ, բայց մենք որ աջ կողմ նստողներն ենք, եւ եթե գուզենք ցախ կողմիններուն աջ կողմ բերել, պետք է անպայման մենք նյութականով երթանք, դոմսագարնենք, ներս մնանք նստենք եւ ոչ թե երկու անգամ ցուցադրվի, այլ 100 անգամ։ Այն ժամանակ կարող ենք ասել, որ եւ որ մենք հիմա մշակույթ ունենք, աշխարհը մեզի է հետևում։ Կշարունակենք արևդրական ծանոթությունները անմիջապես ետք։ Վայելեք Կարուն ընկերության անարատ համեղ թթվասերը։ Կարունի Village թումա պանիրը, Կարունի բրինձա ֆետա պանիրը, Կարունի սուլբունի պանիրը։ Եվ այժմ ներկայացնում են Կարունի գոուդա հալեցված պանիրների տեսականին։ Համեղ փափուկ պանիր ձեր ընտանիքի համար։ Կարուն, համեղության անուն։ Բժիշկ Չոբանյանը հանդիսանում է մոտ 30 տարվա փորձառությամբ ստատիկ եւ վերականգնողական պլաստիկ վիրաբուժության տարածաշրջանի լավագույններից մեկը։ Բարձր որակավորում ստացած աշխատակազմը կօգնի ձեզ իրականացնել պլաստիկ վիրաբուժական միջամտություն, ինչպիսիք են քիթկոկորթի, կրծքի վիրահատություն, ֆեյսլիֆտ, լիպոսակցիա, ներարկային, ինչպես նաեւ մաշկի խնամք, նորագույն տեխնոլոգիաներով։ Լավագույն պլաստիկ վիրաբուժության արդյունք ստանալու համար զանգահարեք 818 240 1820 Բաց երկինք մի երկիր, երկնքի տակ թանգարան, աչքարի բանքերի, երների Ողջույն, Լոս Անջելես։ Ողջույն, հայեր, տարածել եք, գիտենք։ Դե ուրեմն, եկեք հանդիպենք սեպտեմբերի 10-ին Glendale John Wayne համերգադահlijում, Որ միասին երկենք, բարև, ուրախանանք։ Երևանից Լոս Անջելես, Լոս Անջելեսից Երևան, մի արև ու մի արևիկ ու մի հայեն։ CNR թե ինչ է շարժաբատկերի արվեստը կամ մակուր հայերենով կինոյի արվեստը։ Ինչպես որ գիտեք, Հայաստան սովետական դարիներում բավական հետաքրքրական շարժաբատկերներ կարտադրեր եւ Փելեշյան եւ այլն մենք միջազգային անուններ ստեղծած էինք։ Իսկ Հայաստանի անկախացումեն հետ գահավասիկ մոտ 24-25 տարի է անց գիտեմ, ավելի կարևոր է ստամոքսը հայ ժողովրդին կան թե արվեստը եւ այլն, բայց
այսօր երկրակունքի շատ ավելի հետամնաց երկիրներում մեջ շատ ավելի լավ շարժաբատկերներ կստեղծեն, քան թե ինչպես որ գիտեք այդ հերոստավիբակները իսկ քեղարվեստական շարժաբատկերները շատ ավելի քիչ են ստեղծված այս մեկը արմատները սերներ ես արիթ ունեցա որ դիրեմ եւ բավական հետաքրական է իր ոճը յուրահատուկ այսինքն այդ վավերագրական եւ քեղարվեստականը միացուլված իրարու հետ եւ հետաքրական հարց մգալատեղ սփյուռքահայը որ Հայաստանի հողի վրա թեգուզ որ 3 տարեկանին Հայաստան է ծնած ինքը բայց արդեն սփյուռքահայ է եւ որ արդեն 20 կամ 30 տարեկան հասած է եւ յետ կվերաթարնա եւ այլ ուրիշ սփյուռքահայի հետ կհանդիպի եւ ինչպես որ գիտեք այդ սիրո արդահայտությունը հայ ժողովրդի համար միշտ կարևոր եղած է կամ մարդկության համար գիտեք ինձ համար կարևոր չէ մեկը գսիրես կամ հազարը գսիրես նույն սկացումն է բացի այս իմ բարակային իմ սեփական զավակի սերը բայց ցեզի համար զայգների աշխարհում տեսակ սերեր կան եւ այլն յանքս կուդամ սիրոս համար եւ այլն գիտեք ավազիկ շարժաբատկեր մներ որ գոչվի արմատներ որ եթե նոր սերունդի եւ թայև դիտե իհարկե մեջը ասկային ապրիլ 24 100-ամյա գեղերական տաս եւ այլն ինձ համար նրանք ավելորդ էին բայց բամությունը որ երկու սփյուռքահայեր մեկ հատ դղա մեկ հատ աղջիկ գահանտիբին Հայաստան եւ իրենց համար այդ ասենք կսեն դարօրինակ սկացումները ասենք սիրո համար գիտեք ընդհանրապես սերը գոկտակորձի գշակորձվի այդ բառը եւ այդ զավեշտական կամ սիրային իրավիճակը կստեղծվի թե ինչու մենք չենք կարողացել այդպես բան մնել քանի որ մենք իբր հայեր սեներ արվեստով հետաքրքրված չենք եւ ինչպես որ գիտեք հայերս միշտ քննադատող ենք այսինքն ով ինչ որ փորձ է անպայման պետք է քննադատենք եւ դժբախտաբար այդ որ պետք է քննադատվի կամ ան որ պետք չէ քննադատվի երկուքը միասին նույն ժամանակ արդեն գտարնա թիրախ հայ ժողովրդի որ ամեն մարդ մի բան ասե գիտեք չէ մենք հայերս ամենից շարժաբատկեր պատրաստող ենք մենք ամենից սափրիչներ ենք մենք ամենից կանտակորձ ենք մենք ամենից քեղանկարիչներ ենք եւ նկատի առած եք մեր կյանքի մեջը ինչպես մենք հայերս միշտ կքննադատենք իհարկե ամենալավ քննադատողը Ստեփան Պարտամյանն է բայց Ստեփան Պարտամյանը իր քննադատություններում մեջը միշտ կբերե օրինակներ եւ միշտ կներկայացնի այդ ինչ որ պետք է քննադատվի այս բարակային այս շարժաբատկերը ես չեմ քննադատել այլ կփարի խոսեմ քանի որ կարծեմ հենց որ ամսուն 26-ին կսկսի Գլենդելի MGN 5-star կինոյի սրահներում մեջ ներկայացվի կարծեմ եթե մանավանդ միջին տարիքի եւ դասարտներ եք կամ եթե ունեք ձեր զավակները որ արդեն ցանկի ասպարեզի մեջ ոչ թե բժիշկուի այլ ցանկ գիտեք ինչ է ցանկը չէ ոչ թե այդ մեկը որ ցանկ գսեն իրարու չէ ցանկի մեջ բիտնեդվի եւ բիզանտիբի բիզանտոնա դարբեր մարդկանց հետաքրական է եւ տալ եւ դեսնել այդ գարոդը գա բաբենական դունին գարոդը գա սեփական հողի վրա հայսկալու եւ այլ գիտեմ այսօրվա քաղաքական իրավիճակը սեներ սրանք կուքան ու գերտան քաղաքական իրավիճակը բայց մշակույթն է որ պիտի մնա մինչեւ վերջ եւ խնդրեմ ձեր քննադատությունները Հայաստանի հանդեպ այս արվեստի կորձերում մեջ են մի ներկայացրեք եղավ սեներ ուրեմն իմ գավզիկով պետք է երթակ եւ դիտեք եւ որ գտիդեք կանտրատավնակ որ հոյագապ մոդավորապես մեոգե ժամվա քեղարվեստական եւ վավերագրական շարժաբատկեր մնե որ գտիդեք եւ ադոր մեջ են ինչպես որ երթակ եւ ոյ մեկ տահլիջի մեջ կինոմը գտիդեք որ $5 միլիոն ծախսած են կամ 300 միլիոն կամ 155 միլիոն դոլար ծախսած են այսօր բարակային աչափ ծախսված չէր բայց շատ գեղեցիկ արդատրված էր հիմա կալով հայկական արվեստի եւ հայկական ինչ ասեմ
գեղարվեստական շարժաբատկերներում։ Եթե բազմիցս լսած եք ինձ որ կքննադարեմ հայկական հերոստա ծրագիրներում մեջի այդ հերոստա վիբակները որ կներկայացնեն, որ ամմագավտակ բաներ են, սեներ ինչպես որ գիտեք այս մեքսիկացիներն են ստեղծողը այդ շապադեսագին կամ մաքուր հայերենով այդ ժանրին հերոստա ծեր մաքուր հայերենով սոպ օպերաները, օջարի համերգները, այդ տասական համերգները, իսկ իմ հայերենովս հերոստա վիբակները, վերջերու բամուճումն է, բայց գավ չկդրուկ, մեքսիկացիները ստեղծած են մոտավորապես 50 տարի առաջ, իսկ մենք հայերս որ աշխարհի ամենախելացիներն ենք, նորը սկսած ենք։ Եվ ինչպես որ ամեն ինչի նորը միշտ սխալ ճանապարհին գա։ Մանավանդ որ հայկական է, քանի այս կորձը կիցոնագն է, չկիցոնագն է։ Եվ այդ պատճառով արդեն գտեսնեք, չէ՞, միշտ բարդացրափար մարդու բռնապարելը, դժվար իրավիճակի մեջ զետեղելը հայկական իհարկե հիմա քիչ ավելի լավ ծեր են, բայց ասկե մոտ 10 տարի առաջ եւ որ նորը սկսած էին, գիտեք, միշտ մեկում պիտի սպանեն կամ պիտի եւ շատ մարդիկ կարծիք ունեն որ Հայաստանի մեջ կյանքը այդպեսին է։ Հիմա դերևս հաջորդ հերոստավիբակները գլա ոստիկանություն եւ ժողովրդի հարաբերություն, քանի որ աս վերջերս գիտեք ինչպես շատ սիրալիր իրավիճակ մներ այդ բոլորը։ Դարույնակ է, չէ՞։ Ցեներ մի մոնակ որ ամսուն 24-ին Ստեփան Պարտամյանը կներկայացնե Լոս Անջելեսի հայության հայկական արվեստի կենտրոն, որ կոչվի Armenian Arts, իհարկե այդ ցուցասրահը իմ աշխատանքային գրասենյակն է, որ կգտնվի 1125 South Central Բողոդայի վրա Glendale, ամսուն 24-ին կներկայացնենք Ervin Քոչարյանի այդ երիտասարդի լուսանկարչական աշխատանքները, որ Mysticus կոչվին։ Եկեք ամսուն 24-ին երեկոյան ժամը 8-ին միաժամանակ բացումն է այդ վայրին եւ իհարկե այդ օրը խաղող, գինի, կոնյակ, բանիր, ամեն ինչ նագա։ Եկեք եւ ծերերը տրամ բերեք, որ վերջո մի քանի լուսանկարներ կնեք, որ հետո ծև տրամով ես կարողանամ ավելի շատ կոորդինացիոն կատարել։ Ուրեմն մի օրինակ ամսուն 24-ին բացումն է, գնանք 25-ին երեկոյան 26-ին 27-ին կալ եւ դեսնել այդ գործերը, իսկ ամսուն 26-ին Glendale MGM 5-star cinema ցուցասրահի մեջ արմատներ այս վավերագրական եւ գեղարվեստական ժապավենը կներկայացվի հանրության, զեթե զավակներ ունեք, արեք ձև զավակներուն հետքացեք եւ դիտեցեք։ Իհարկե բզիկները դերեշ բամը չհասկանամ, բայց 14-ին, 15-ին, 16, 17, 18-ը դերեն իրենց համար հայկական բարինախանցը գալա հայրենիք այցելելու քաղաքը։ Իսկ այժմ արևդրական զանգություններ։ Վարդան Ղրմեզյանը ունի 35 տարուց ավելի փորձառություն եւ ընկերության գործունեությունը ընդգրկում է Social Security, SSI, Medical Medicare, խնամակալի, աշխատանքի ընթացքում առաջացած մնայուն վնասվածքների փոխհատուցման ծառայությունների, ինչպես նաեւ դիմումների վերանայման եւ դատական լսումների միջնորդություններ։ Ընկերությունը առաջարկում է քափի ծրագրեր, նպաստներ եւ թոշակի օժանդակություն։ Քաղաքացիությունը պարտադիր չէ։ Մանրամասների համար զանգահարեք 818 957 2272 հեռախոսահամարով։ Ուրեմն սեներ այսօր խոսենք ընդհանրապես արվեստի մասին, սկիզբի ծրագրի սկիզբը արմատներ շարժաբատկերներ, երկրորդ
երկրորդ մասը ես ցեզի հետ զրուցեցի հայկական արվեստներու մասին եւ հիմա պիտի անդրադառնամ, որ ինչու մենք հայերս երկրակունթի վրա մեր մշակույթը ոչ մի արժեք ունի։ Այսինքն, գիտեք, բարոյական արժեք շատ ունենք, բայց նյութական, ասենք ոչ թե չի դագեսել, այլ ոչինչ չունի, զերո։ Իրականչուր անհատ կստեղծագործե եւ հետաքրքրականորեն հայկական միջավայրի մեջ չի ջանցվիր, բայց օդար միջավայրի մեջ եւ սովորություն դարձած է, որ մարդը ասե, որ ես իմ ստեղծագործությունս ոչ հայկական միջավայրի մեջ կներկայացնեմ եւ մարդիկ ինձ գարժեքավորեն։ Իսկ հայերը չեն գնար։ Ոչ թե հայերը չեն գնար, այլ հայերը չեն գիտեր։ Հոսե։ Հայերը, քանի որ իրենք կհավատան, որ Հիսուս Քրիստոս մգա, Աստված մգա, Գույս Մարիամ մգա, թեր դղան 33 տարեկան եղավ մերավ, թեր ինքը ողջ մնաց եւ գույս մնաց, չէ ներողություն, Հոսեփեն ուրիշ զավակներ ունեցավ այն ժամանակ գույս չէր։ Ինչ որ է, կհավատան, որ Աստուծո գամքն է, որ հայ ստեղծագործին կորձը ամբողջ աշխարհը պիտի ընդունի։ Ցեներ, ար եւ դուրի հասկացողություն մգա։ Եթե շարժաբատկերը կինոյի սրահի մեջ ցուցադրվի եւ մարդիկ փող վճարեն եւ ոչ մարդ եւ թա եւ տիդեն աչապ արժեքավոր գլա այդ ստեղծագործողին շարժաբատկերը։ Եթե գեղանկարչություն գդարով անձնավորությունը, եթե իր կորձը մեկը մոդենա եւ ասե որ ես պատրաստ եմ $50,000 վճարել այս կորձին, ինքնաբերաբար կբարձրանա այդ գեղանկարչություն գծողը իր չափանիշը $50,000։ Իսկ եթե անինչ որ մենք միշտ հայերս կնենք, չէ, քիմը ասիգա։ Այն ժամանակ ոչ քու քննածը արժեք կունենա, ոչ ստեղծագործողը արժեք կունենա եւ ոչա քո մշակույթը։ Ուրեմն մշակույթը ոչ թե օդարին գոմեն ճանաչված եւ օդարի գոմեն արժեքավորված կվնա արժեք ունենալ, այլ ինքը իր դան մեջը պետք է արժեքավորվի։ Ցեներ, ցեզ մե իրականչուրը, աջ կողմ նստած կամ ցախ կողմ նստած։ Օրինակի համար, եւ որ հարսանիք պիտի ընդհանրապես ինչ նվեր կդանիք։ Ընդհանրապես դնային արարգաներ են կամ Ամերիկայի կամ աշխարհի ամենակարևոր աստվածը այդ դոլարն է, չէ՞։ Բայց եթե արվեստի կորզը նվիրեք, ավտենիքնաբերաբար ար եւ դուրը գշատնա արվեստի միջավայրի մեջը եւ գարժեքավորվի։ Ցեր նվերը շատ ավելի լավ գարժեքավորվի ստեղծագործողը, քան տաղագործ, գեղանկարչություն, լուսանկարչություն եւ ամենին կարևորը մշակույթը։ Եվ որ օդարը լսե որ հայ մեկը $25,000 վճարած մի փոքրիկ գերբասի վրա դրված ստեղծագործության, այն ժամանակ կսեմ որ ասմավտիկը իրենց արվեստը նյութականով կքննադեն։ Բայց ուշադրությունած եք, չէ՞, մենք հայերս առաջին մեկ օրեն ոչ թե Հիսուսի օրեն, քանի Հիսուսի օրեն ավելի առաջ հազարավոր տարիներ հայեր գոյություն ունեցած են, բայց նույն գծիությունը մեր մշակույթի հանդեպ, մեր արվեստի հանդեպ, մեր քրագանության հանդեպ։ Խոսողներ շատ կան, նայեցեք ես հայերեն չեմ գիտեր, բայց հայերեն գիտողներ շատ կան։ Բայց այդ գիտողներու հայերենը նյութականով չարժեքավորվի։ Բայց հանգարձակի եթե մեկը օդար լեզուով մի բան ստեղծագործե, բոլոր ասկը այդ լեզուն գիտող եւ չգիտողը այդ անհատին կսեն մեր հայկական մշակույթի լավագույն դվյալը, ինչպես որ գիտեք Ազնավուրի բարակային, ինչպես որ գիտեք Սայատնովայի բարակային, ինչպես որ գիտեք այդ բոլոր հայ ստեղծագործողները, որ չեն ստեղծագործել հայկական մշակույթի մեջ, բայց կստեղծագործեն աշխարհի դարբեր մշակույթներու մեջ։ Էլ այդ մեկը ֆրանսական, անգլիական, արաբական, ռուսական, թեգուս չինական։ Ուրեմն այս հիվանդությունը մեր ասկային հիվանդությունն է։ Այդ օրը որ ասկը կսկսի իր մշակույթին նվիրված քրողը, քանդակորձը, գեղանկարիչը, ասմունքողը, բանաստեղծություն քրողը, թատերական ներկայացում գդարողը, արժեքավոր է նյութականով եւ ոչ թե այդ բզիկ նյութականներով կամ ոչ թե բավարարել որ ասկային կորձ է որ դուք պետք է մշակույթը առաջ տանիք այնադեն օրինակի համար ինչու եկեղեցի բոլոր արարողությունները ծրի չեն ալլար ինչու հարսանիքի ձայիկները ծրի չեն ալլար
Ինչու եւ որ հարսանյաց սրահ կերտակ այդ ջաշերը ծրի չեն լար։ Վերջը չէ այդ մեկնա հայկական մշակույթի դվյալները, չէ՞։ Սա մեր ազգային ամենամեծ դժբախտությունն է։ Գիտեմ, չեք սիրել ասանք բաներու մասին խոսենք, եկեք խոսենք օրինակի համար վերջին նորությունը հայկական ամուսնությունների խնջույքների ընթացքին։ Նայեցեք, ամեն իդա վարյանով աչքերնիդ մեծ կբացվի, քանի որ օրը թե չէ, ցեզ մեկը կամ դուք կամ ձեր հարազատը այդ էշությունը պիտի գադարե։ Եվ ինչպես որ գիտեք, այդ որ թակավորը մերկ քաղաք կիշնա եւ ամեն թակավորության հնազանդ քաղաքացիները ոյ մեկը չսև թակավորին որ մեկ է, այլ բզդիկ երեխամը անգերձությամբ եւ գսե թակավորը մերգ է։ Նույնը գաբադայի մեր այս քաղաքօջախի մեջը։ Ամեն մարդ գախյալ է մի բանից, մի հարսանյաց սրահից, մի վարսահարթարից, մի հակուստ կարողից, մի ամեն մեկը միսեն գախյալ է։ Բացի Ստեփան Փարտամյանը, որ գախյալ չէ ոյ մեկից եւ անգերձորենգս է էշություն եք կատարում սեներ։ Էշություն։ Իսկ ոյ մեկը չի գնար հբարդությամբ ասե որ ինձի գարկացրեցին աշխապ կումարով։ Այլ բիդեսեք, նայեցեք, տեսակ ինչ ջոխեր մեր այս բոլոր դվյալները։ Ահավասիկ հայ ասկի արվեստի չափանիշը ուդել, խմել եւ երգել։ Բայց գիտեք այդ օրերը որ հայկական երգեր երգեին մարդիկ, իսկ այսօր բարձրապես երգում են կամ ավելի շիրակը բարձրապես ցայներ, աղմուկներ են հանում։ Եվ սա մի այլ ուրիշ դժբախտություն է, որ մեր զավակները եւ մեր թորնիկները ագնադես կլան։ Սա հայ ասկի ամենավատ իրավիճակն է այսօր։ Երկրակունքը զարգացած է, հայ ասկը շատ ամենահանգիստ իրավիճակը գաբրի։ Ցեներ, այո, նայեցեք 1.5 միլիոն հոգի Հայաստանի հողի վրա գաբրի, բայց մոտ 8 միլիոն հոգի Հայաստանի հողեն դուրս գաբրի, քանի որ ցանկը լավ է, քանի որ երկրակունքը լավ է, յուրաքանչյուրնից մեր չափանիշներով, մեր խորովածի չափանիշով, մարդիկ կան որ մեծ միսերով խորոված գանեն, ուրիշներ կան բզիկ միսերով խորոված գանեն, բայց ցանկը լավ է, մինչև որ այդ միջավայրը վադանա։ Հիմա եւ այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեր ցանկը հոյագաբ է։ Հայոց բամության մեջ այսչափ լավ ցանկ չէ ունեցած հայը երկրակունքի դարածքին։ Բայց դժբախտաբար մշակույթ չունի այսօր։ Եվ ցուլումը ոչ թե կգայանա, քանի որ 350 միլիոնի մեջ ենք, այլ ցրումը կգայանա, քանի որ մենք տկետներ ենք։ Եթե հբարտ լինեինք մեր սեփական մշակույթով եւ աչքերնից դուրս չլար ուրիշի մշակույթի մեջ ստեղծագործել, քանի որ երկրակունքի ամենակարևոր աստվածը այդ ամերիկյան դոլարի չափանիշը ադեր գա, այդ իսկ պատճառով գծուլվինք։ Բայց վարգյանը մտածեցեք, եթե այդ երկրակունքի ամենակարևոր աստվածը այդ դոլարը հայկական մշակույթի մեջը արժեքավորենք եւ ոչ թե թրքերեն երկողին կոդակեն մինչև Microsoft-ի համերգները, քանի որ ժողովրդի մեծ մասը անգիրտ է եւ պատրաստ է այդ գումարը վճարել։ Բայց երբ որ իսկական հայկական մշակույթին գավժիկավորեք նյութականով, այդ ժամանակ հայ ասկը կբարձրանա։ Հասկացողին շատ բարելույսեր, չի հասկացողին քանի որ հայ ես եւ դքեդ ես, իմ գոմեկեզի մեկ հատ բարի լույս։ Young Yervan decided that he wanted to leave the farm and experience more of the city life. And so he left the Fresno area and came down to Los Angeles. He was
probably here around the time of World War I, maybe a bit before. Had a small house in Silver Lake, right off of what Sunset Boulevard. And in fact, for a number of years, Yervant would, and by then he was being called Irwin, Irwin had a melon stand on Sunset Boulevard where he called himself the Melon King of Sunset Boulevard and sold melons on a small little fruit stand. In 1917, due to opportunities seen in the West, they moved to Pasadena and bought a house in South Pasadena and continued a business on Colorado Street in Pasadena. And in 1925, he decided to be in the wholesale district in Los Angeles, so they closed the Pasadena store and went to 120 East 8th Street, downtown Los Angeles, and we stayed there until 1958. Աբուշի մեկը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է։ Փարի Լուիս